Անակնկալ շրջադարձ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկում։ 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներ ճանաչվել են անվավեր եւ հարցականի տակ է Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարան անցնելու հնարավորությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Երևանի Նուբարաշեն համայնքի թիվ 10 կոտորակ 51 եւ Սյունիքի Ագարակ քաղաքի թիվ 35 կոտորակ 65 ընտրատեղամասերի արդյունքները արձանագրված խախտումների եւ անճշտությունների հիմքով։ Այստեղ թույլ էին տվել, որ ժամը 20-ից հետո զինվորների մեծ խումբ քվեարկի։ 12 ընտրատարածքային հանձնաժողովն էլ 12 կոտորակ 13 տեղամասի քվեարկության արդյունքներն է անվավեր համարել։ Այստեղ ընտրությունների օրը բացակայել էր թիվ 8 քվեաթերթիկը։ Այս 3 տեղամասերում քվեարկած 3409 քաղաքացու ձայնը հանվել է ընտրությունների ընդհանուր արդյունքներից։ Արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որին խորհրդարան անցնելու համար պակասում էր մոտ 50 ձայն, կորցրել է 222 ձայն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդեն հայտարարել է, որ պայքարելու է արդյունքների համար։ Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել այլ ուժերի հետ, իսկ կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Զուգահեռաբար Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բողոքի ակցիաներ է անցկացնում, պնդելով, որ պաշտպանում է ընտրողների տված յուրաքանչյուր ձայնը։ Ըստ նրանց, սա արվում է, որպեսզի իշխանությունն ազգային ժողովում ունենա 3/5 ներկայացվածություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված ակցիայի ընթացքում ընտրացուցակի 8-րդ համար Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, եթե տեղամասերի արդյունքները ճանաչվել են անվավեր, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անմիջապես հայտարարեր նաև վերաքվեարկության մասին։ Ասում ենք լավ անվավեր ճանաչել եք, ինչու կրկնակի քվեարկություն չեք նշանակել։ Ինչ է լինելու այսուհետ, պետք է վերաքվեարկություն նշանակվի այդ 3 տեղամասերում, թե պետք է անվավեր ճանաչվեն ողջ ընտրությունների արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի շտապում պատասխանել։ Ռադար Արմենիայի հարցին կենտրոնական ընտրական հանձնաժողովից նշել են միայն, որ բոլոր հնարավոր որոշումների մասին կհայտարարեն հունիսի 14-ին ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո։ Ընտրություններում մշտադիտարկում իրականացրած Դանիել Իոաննիսյանի կարծիքով ստեղծված իրավիճակում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության մեծ հնարավորություն չունի։ Եթե դա չազդեր ընդհանուր արդյունքների վրա, ապա միգուցե այդպես էլ մնար, բայց քանի որ դա ազդելու է ընդհանուր արդյունքների վրա, ապա այդ տեղամասերում ակնհայտորեն նշանակվելու է վերաքվեարկություն, որպեսզի պարզ լինի, այդ թվում օրինակ Բարգավաճ Հայաստանն ընտրվում է, թե չի ընտրվում, շեմա հաղթահարում է, թե չի հաղթահարում։ Իոաննիսյանի համոզմամբ Կիրակի օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքներն ամփոփելիս չի կարող անտեսել այս հանգամանքը։ Չի կարող կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքներով Կիրակի օրը կայացվելիք որոշումը կայացնել այլ կերպ, քան այդ տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում։ Միևնույն ժամանակ փորձագետը հակասական է համարում որոշ քաղաքական ուժերի արձագանքները։ Այդքան շատ բողոքում էին այդ 2 տեղամասերում զինվորականների քվեարկությունից, դա ասում էին որպես խայտարակ խախտում, հետո երբ որ այդ տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչվեցին, սկսեցին դրանից բողոքել։ Հիմա երբ որ ուժեղ Հայաստանը բողոքում է ընտրությունների արդյունքներից, ես ճիշտ ասած կասկած ունեմ, որ ուժեղ Հայաստանը այդքան էլ երջանիկ չի լինի, եթե ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն եւ վերաքվեարկություն նշանակվի արդեն ամբողջ հանրապետությունում։ Մինչ այդ նշենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ներկայացրել ուժեղ Հայաստան դաշինքը, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը, որը եւս անցել է խորհրդարան, պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան։ Նարնե Ղուկասյան, Ռադար Արմենիա։